Սիրելի ժողովուրդ, շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ։ Ես հիմա մտածում եմ, ավելի լրջացնեմ սպասվելիք վտանգները, թե մի քիչ ավելի թեթևանցնեմ հնարավոր սպառնալիքների վերաբերյալ։ Բայց փորձեմ լրջացնեմ։ Իսկապես ժողովուրդ ջան, վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է առաջի հայացքից թվալ։ Այսպիսի մի օրինակ բերեմ եւ հիշեցնեմ ձեզ։ 5 տարի առաջ որևէ մեկի մտքով անցնում էր, որ Հայաստանում իշխանությունը կարող է ուղղակի հարձակվել եկեղեցու վրա։ Ոչ։ Որևէ մեկի մտքով անցնում էր, որ մեր ինքնության դեմ կարող է լինի այսպիսի հարձակում, որ Արարատը հնարավոր է կռվածնել Արագածի հետ։ Երևի ոչ մեկի մտքով չէր անցնում, ճիշտ է, բայց նշանները կային։ 21 թվականին փակվեց մշակույթի նախարարությունը։ Մենք պետք է մեզ հարց տայինք, ինչի համար են փակում։ Հիմա պարզվեց, փակում են, որ մեր ինքնությունը հարվածի տակ դնել։ Պարզ է չէ վիճակը։ 5 տարի առաջ փակվեց Սփյուռքի նախարարությունը։ Այն ժամանակ չենք մտածել, որ սա ինչի համար է սարվում։ Հիմա մենք տեսնում ենք, անում են ամեն ինչ Սփյուռքը Հայաստանից օտարելու համար։ Փակել են գյուղնախարարությունը եւ տեսնում ենք ինչ է կատարվում գյուղական վայրերով։ Բոլոր ցուցանիշներով անկում է ապրում գյուղը, գյուղատնտեսությունը։ Միգուցե տեղ պիտի ազատեն 300,000 ադրբեջանցիների համար։ Եվ հնարավորություն ստեղծեն մեր ինքնությունը թույլատնելով, որ մենք հանդուրժենք այդ մարդկանց տեղափոխում Հայաստանի Հանրապետություն։ Ուրեմն նայեք, իմ տպավորությամբ սա մի ծրագիր է, որը իրականացնում է ազգի ամենից մեծ դավաճանը մեր ընդհանուր պատմության մեջ։ Դրա համար եմ ասում, սա այս ամենը շատ ավելի լուրջ է, քան առաջի հայացքից կարող է թվալ։ Հանդուրժում ենք սա։ Իհարկե ոչ։ Պետք է պայքարենք։ Եվ մեր պայքարը հունիսի 7-ին համար 17 մենք պետք է վռնդենք այն մարդկանց, որոնք անում են ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունը թույլատնելու համար։ Մի քանի խոսք իրենց կարգախոսների մասին հիշեցնեմ, թե ինչպես են եկել իշխանության, ինչ էին ասում, ժողովրդարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, երկու բառով ժողովրդարության մասին։ Հատկապես համեմատության մեջ են անում, որ իմ կառավարման տարիներին ոչ թե չի եղել ժողովրդարություն, այլ եղել է բռնապետություն։ Ասում են չէ այդպես, փորձում են համեմատության այսպես մեջ իրենք իրենց բարձրացնել։ Համեմատենք, այսօր 3 ամենից մեծ ընդդիմադիր ուժերի ցուցակները նայեք, առաջի համարները բոլորը քրեական գործերի տակ։ Միայն մեր ցուցակում 5 հոգի քրեական գործերի տակ են։ Հայտարարությունները գոռում է, որ Քոչարյանը պիտի նստի։ Ճիշտ է։ Ղարաբաղը 4 նախագահ ուներ, 3-ը Բաքու են նստած, երևի պարտականություն է ստացնել, որ 4-րդն էլ պիտի Հայաստանում նստի։ Սա է քո երազանքը։ Ժողովուրդ ջան, հիմա հիշենք իմ ժամանակները։ Հիմնական ընդդիմադիր գործիչները եղել են Դեմիրճյան, հետո Ստեփան Դեմիրճյան եւ Արտաշես Գեղամյան։
Դուք բերեք մեկ օրինակ, որ որևէ մեկի նկատմամբ հարուսված լինել քրեական գործ կամ որևէ մեկի թիմի նկատմամբ քրեական գործ լինել հարուսված, որևէ ցուցակում խորհրդանական ընտրությունների ժամանակ որ լինի մեկ մարդ քրեական գործը վրան կախած, չի եղել նման բան։ Սա է ձեր ժողովրդավարությունը։ Դեմագոգիա է, ստախոսություն, հիմարություն, որոնք հնչեցվում են հիմարների կողմից։ Ուրեմն հարց ինչի համար է սա արվում։ Նպատակը մեկն է՝ թուլացնել Հայաստանի Հանրապետությունը եւ թուլացնել մեր ժողովրդի դիմադրողականությունը։ Ուրիշ նպատակ ես այս ամեն ինչի մեջ ուղղակի չեմ տեսնում։ Եվ սրան մենք պետք է դիմակայենք, մենք պետք է հարվածենք, ապտակենք դրանց հունիսի 7-ին։ Այլ ելք ուղղակի մենք չունենք, որովհետև վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։ Մի բան հիշեցի, մի հին պատմություն։ Մեկը գնում է Վարշավիրանոց, սենց նստում է և սենց ինքնահավան դեմքով Վարշավիրին ասում է, մի հատ սրիկայի սանդրվածք էլի բան արա։ Հիմա այս Վարշավիրը սենց նայում ասում այս աչ ցանայում, ձախի ցանայում, սենց նայում, ասում ախպեր ջան, ձեր տալու բան չկա, ամեն ինչ տեղն է։ Հիմա մեր հես Նիկոլը, ամեն ինչ տեղն է։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ տեղն է։ Եվ մենք միասնական իմ կոչը, իմ խնդրանքը ձեզ, իմ դիմումը անենք ամեն ինչ այս չարիքից ազատվելու համար։ Ուրեմն, հունիսի 7, համար 17, հունիսի 7, 17, միասին կարող ենք, միասին կարող ենք, միասին ապրենք, շնորհակալություն, շնորհակալություն։